Նման բովանդակություն ստանալու մասին եւ կարծում եմ, որ այստեղ բուն բովանդակության փաստը ամենևին վտանգված չի, որովհետեւ բովանդակությունը շարունակելու է մնալ կրթական, մշակութային, հոգեվոր, փոխվում է եղանակը, ինչպես ստանալ այդ բովանդակությունը, դա արվելու է մրցութային եղանակով, այնպես որ չեմ կարծում, որ այստեղ կրթական եւ մշակութային բովանդակության տեսանկյունից որևէ վտանգ կունենանք։ Եվ գիտեք, մի բան էլ կուզեմ ասել, հատկապես որպես կրթության նախարար, մենք նաև պետք է շատ լավ պատկերացնենք, թե որ հարթակներն են, որ ավելի ազդեցիկ են ու պահանջված են այդ տարիքային խմբերի կողմից։ Եթե մենք իրենց համար բովանդակություն ենք պատրաստում, կարծում եմ դուք էլ որպես լրագրողներ կհամաձայնեք ինձ հետ, որ օրինակ մեր դեռահասների շատ ավելի փոքր մասն է, որ հեռուստացույց է դիտում եւ մենք պետք է նաեւ շատ լրջորեն մտածենք այն հարթակներում այդ բովանդակությունը տարածելու, որոնք որ հենց լսարանին ավելի շատ հասնելու հնարավորություն սոցցանցերի ֆինանսավորումը կարծում եմ նախարարության գործառույթի խնդիրը չի, մենք կարող ենք բովանդակության ֆինանսավորում ունենալ, բայց տարածման հարթակները դրանք առանձին մարքեթինգային ռազմավարություն են պահանջում, որպեսզի իսկապես թիրախային հենց այն լսարանին հասնեն, որին որ մենք ուզում ենք հասնել։ Տիկին նախարկնեք, դուք արդյունավետ համարում եք շողակաթի բովանդակությունը, թե ոչ, այն մասով ինչ որ պետությունը մասնակցություն ունի։ Գիտեք, ես չեմ կարող ինձ իրավունք վերապահել որևէ գնահատական տալ, որովհետև դրա համար պետք է առնվազն օրինակ վերջին տարիներին հետևեի հեռուստաալիքի, ես անկեղծ ասած ընդհանրապես չեմ հասցնում նայել որևէ հեռուստաալիք, էպիզոդիկ կարող եմ որևէ հաղորդումներ, որևէ ծրագրեր, որևէ ռեպորտաժներ դիտել, բայց սիստեմատիկ որևէ բանի հետևել չեմ հասցնում։ Ես կարծում եմ, որ կրթական մշակութային բովանդակությունը կարևոր է եւ կարծում եմ, որ կառավարությունը վերջին շրջանում նաեւ քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ, օրինակ հանրօգուտ մեդիա միջավայր հիմնադրամի ձևավորումը եւ համապատասխան դրամաշնորհների տրամադրումը կարևոր քայլ եմ համարում, որպեսզի այդ բովանդակությունը խթանենք։ Մի հարց Տիկին Անդրեասյան, ձեր բացատրությունները հասկանալի են։ Դիտումների հետ կապված կոնտենտի գուցե ավելի լավ հարթակներ տեղափոխելու, որ ավելի շատ տարածվի կրթական մշակութային հաղորդումները, բայց տեսեք, այդ թեման շողակաթին հանրային վերածակման հնարավորություն զրկելու 1 տարի առաջ այստեղ ակտիվ քննարկվեց, ամեն դեպքում հրապարակային, երբ Բագրատ Սրբազանը սկսել էր շարժումը, եւ այս ամբողջ եւ այստեղ էլ ասի չի փակենք եւ փողը տանք այդ շողակաթից բրծնենք, ու հետո սկսվեցին այդ քայլերը հասան այս հանգրվանին։ Տեսեք, դա տեղ ունեցավ վարչապետ, կաթողիկոս, հոգեվորականներ այդ հակամարտության փուլում եւ ստացվեց, որ այսպես ահա քաղաքական վրեժխնդրություն դարձավ իրեն զրկելու հանրային հեռարձակման հնարավորությունից։ Դուք մտավախություն չունեք եւ ձեր ղեկավարած նախարարությունը չէր արարել մի տարբերություն հանրային խորհրդի դիրքորոշմանը։ Դուք մտավախություն չունեք, որ այս պատմության մեջ կմնաք մի նախարար, որը կողմ դարձավ իշխանության այդ քայլերին, որը ունի ոչ թե ձեր բացատրած բովանդակությունը, այլ առերևույթը պահանջում է, որ քաղաքական բովանդակություն է, դիմադրներն են ասում, վրեժխնդրություն է, որ դուք ուղղակի մաս դարձաք այդ գործընթացի։ Գիտեք, դուք որոշակի որակումներ եք տալիս, որը ձեր գնահատականն է իրավիճակի, ինչ որ տրամաբանությամբ, ինչ որ գործընթաց։ Դե գիտեք, առերևույթ բառը արդեն ցույց է տալիս, որ դա որակում է, որտեղ առերևույթը ինքը որակման նշում ունեցող բառ է, իմաստային առումով։ Ես ասացի, իմ պատասխանը հստակ է, որ ես կարծում եմ, որ կրթական մշակութային բովանդակության հետ չեմ կարծում, որ որևէ բան տեղի կունենա, որովհետև ոչ թե չեղարկվում է բովանդակության կարևորությունը, այլ ընդհանրապես դրա ձեռքբերման եղանակն է, որ փոխվում է եւ կարծում եմ, որ մրցութային եղանակով եւ եթե իմ կարծիքը կուզեք, ես կարծում եմ, որ մրցութային եղանակը բոլոր այն դեպքերում, երբ որ դա կիրառելի է, միշտ տալիս է ընտրության հնարավորություն։ Իսկ դա միշտ լավ է, որտեղ գիտեք, երբ որ մի գործ անում ես մի տարի, 2 տարի, 3 տարի, 4 տարի, 5 տարի, մեզնից բոլորը ունեն այդ ուրեմն մտայնությունը ընկնելու որոշակի իներցիայի մեջ եւ ես կարծում եմ, որ մրցութային գործընթացները թույլ են տալիս նաեւ նոր ու թարմ գաղափարներ բերել։
Եվ եթե մենք ունենանք ընտրության հնարավորություն ու ընտրենք լավագույնը, խոսում ենք լսարանի մասին, խոսում ենք արտադրանքի մասին։ Ի վերջո շահելու է առաջին հերթին լսարանը, որտեղ արտադրանքի բովանդակությունն էլ կարող է լինել նույն շողակաթինը, եթե ինքը մասնակցի մրցույթի, շատ ավելի որակյալ։ Դուք համարում եք, որ դա քաղաքական գործընթաց չէ, մեր շողակաթի օգտիներ է։ Ես համարում եմ, որ սա մի գործընթաց է, որտեղ մեր վերջնական նպատակը պետք է լինի լսարանին ավելի որակյալ արտադրանք տալը, եւ կարծում եմ, որ այդ նպատակին ուղղված գործողությունները համաչափ են, որտեղ մրցույթի միջոցով կարծում եմ, որ ավելի որակյալ արտադրանք ստանալու հնարավորություն կունենանք։ Տիկին նախարար, տարածաշրջանային լեզուների դասավանդումն է նաև քննարկման կենտրոնում հայտնվել։ Կարող եք ասել հիմա օրինակ ադրբեջաներեն, թուրքերեն, վրաց